Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, հեռուստադիտողներին սպասում են հետաքրքիր ու հաճելի անակնկալներ, թե ինչ է լինելու հեռուստասերիալի հետագա սերիաներում ցույց կտա ժամանակը, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե երբ է Աննան իմանալու, որ Անգելինան իր դուստրն է։ Իհարկե դեռ երկար ժամանակ կա, բայց հեռուստադիտողները սպասում են այդ գեղեցիկ պահին անհամբերությամբ, նաև սպասում են, թե երբ Միքայելի սուտը կբացահայտվի ու բոլորը կիմանան, որ Հենրին ու Անգելինան որևէ արյունակցական կապ չունեն, քանի որ այս պահին դա ամենակարևորն է։ Սոսի վերադառնալը Հայաստան փոխում է բոլորի խաղաքարտերը, Աննան հղի է և բնականաբար նրան հուզվել չի կարելի, սակայն Սոսի ներկայությունը չի կարող նրան չհուզել ու չտանջել։ Նա հուզվում է, իսկ այս վիճակում նրան իհարկե հուզվել չի կարելի և ինչպես Սոսն է պնդում, Միքայելը կզայրանա, երբ նա երեխային կորցնի, Աննան էլ նշում է, որ արդեն երեխա կորցնելու ցավը հասցրել է զգալ։ Հավանաբար Սոսի մայրը որդուն չի ասել, որ Աննան հղի վիճակում է ամուսնացել Միքայելի հետ, սակայն ամեն ինչ արել է, որպեսզի Լիլիթն ու Սոսն ամուսնանան, չնայած որ նա Լիլիթին տանել չի կարողանում, բայց որպեսզի փրկի որդուն, ամեն ինչ արել է, որպեսզի նա Լիլիթի կողքին լինի։ Իհարկե նրանք արդեն ունեն մեծ երեխաներ, ովքեր սկսելու են նրանց մեղադրել։ Արամն արդեն սկսել է այդ ամենը, նա մորը մեղադրում է մորաքրոջ սիրած տղայի հետ ամուսնանալու համար, դա Արամի համար հեշտ չէ, քանի որ ինչպես երևում է, Արամը բավական սկզբունքային երիտասարդ է և նրա համար անհասկանալի է, թե ինչպես այդքան տղամարդկանց մեջ մայրը պետք է սիրահարվեր այն տղային, ով սիրել է քրոջը։ Ասել, որ սպառված եմ ու հոգնած կնշանակի ոչինչ չասել։ Եկել եմ նկարահանման, ինձ ված սկսվել է քննական շրջանը, պլյուս դրան ստուդիայում պատրաստվում ենք մենահամերգի, հուլիս ամսին մեր մենահամերգն է լինելու, այդ ամենի հետ մեկտեղ արձակուրդ չենք ունենալու և ամբողջ ամառի եթերում ենք լինելու։ Մի խոսքով ես ուղղակի ուզում եմ փախնեմ, գնամ մի տեղ հանգստանամ, որովհետև ոչ մի գիշեր ես նորմալ չեմ գնում, իսկ առավոտն էլ մի աշխատանքի կետից մյուս աշխատանքի կետն եմ գնում, գումարածը համալսարանում։ Ռոբոտի կյանք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Փաստորեն ոչինչ չի փոխվել քո կյանքում Լիլիթ, էլի նյարդային ես։ Լավ էի, հենց նոր ամեն ինչ փոխվեց։ Ես նայեցի ձեր քվեարկության արդյունքները ու տեսա, որ շատերը նշել եք Գյումրի։ Գյումրի ես շուտով գալու եմ, բայց ոչ այսօր։ Այսօր գնալու եմ Եղեգնաձոր խաղալու ներկայացում, բայց ոչ ժամ գիտեմ, ոչ հասցե գիտեմ, առայժմ ոչ մի բանի մասին տեղեկություն չեմ կարող տալ, բայց հենց իմանամ մի անգամ իսկ կկիսվեմ ձեր հետ։ Եթե ունեք մեր այս էկրանային զույգի հետ կապված հարցեր, կխնդրեմ, կթողնեմ պատուհան, կխնդրեմ գրեք ձեր հարցերը, ինչու՞ չէ նաև ձեր լավ խոսքերը, եթե կարծում եք, որ սիրուն էկրանային զույգ ենք, տենց չէր ասում։ Ինչ է ասում, ենքան երկար ասած մոռացա է, ինչ պիտի ասեմ։ Ես միշտ իմ տեքստերը երկարացնում եմ, խառնում եմ իրար։ Ասա։
Ինչ ասեմ, ինձ էս խոսում այ բրտուճը, մարդ չգիտի էլ ինչ ասել։ Ռեպ են կարդ։ Իրական նկարահանումն ենք վերջացրել, դուրս ենք եկել։ Այս ջենտլմեն երիտասարդը սուրճ հյուրասիրեց։ Հյուրասիրեց բոլոր Սահաստանին, ուղղակի ամեն մեկ իրենց կոֆեները վեկալ ու փոփան։ Մենք էլ քայլում ենք դեպի ավտո։ Քայլում ենք դեպի մեքենա։ Բոլորիդ լավ օր։ Բարև սիրելիներս, կարոտել եք մեզ։ Շատ, չէ։ Ինձ էլ աթվում որ մեզ շատ եք կարոտել, որովհետև մեր զույգի մասին շատ մեր էկրանային զույգի պարտադիր պետք է նշել, շատ կոմպլիմենտներ եմ միշտ ստանում ու հարցեր ինչի ենք քիչ երևում։ Շուտով կտեսնեք։ Կոմպլիմենտներ չեմ ստանում, բայց Չէ, ես իրական շատ եմ ստանում, գրում են, գալիս մոտենում ասում են, որ ու մինչև հիմա անգամ վիդեո ունեմ, որ տակը գրում են հալալի հետ ես դու սազում։ Ոնց որ մեր սցենարիստներն էլ են լսել ձեզ։ Հալալը մինին է, ինքը մաքսն է։ Ոնց են։ Շնորհքելի, ընտիր լկտի, սուս մնա։ Մեր բոլոր հանդիսատեսների խնդրանքով նկարում ենք մի հատ հատված, որ տեսնեք հալալին ու յանային։ Որոշել ենք շփվենք ձեզ հետ, սիրելիներս։ Եթե ունեք մեր Ողջույն սիրելի ընկերներ, հիմնականում sense վիդեոներ չեմ նկարում, որտեղ ես կամերայի դիմաց ուղղակի նստած խոսում եմ, բայց այս անգամ ոչինչ թող բացառություն լինի, որովհետև ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել իմ նոր հետևորդներին, որոնք օր-օրի ավելանում են ու իրանց էներգիայով, իրանց կոմենտներով կիսվում են ինձ հետ։ Անկեղծ ասեմ, որ դա ինձ շատ մեծ էներգիա է տալիս, որպեսզի ես էլ ավելի լավ մարմնավորեմ Արամի կերպարը։ Շնորհակալ եմ շատ բոլորից հետ, շատ գնահատում եմ այդ ամեն ինչը ու ուզում եմ ասեմ, որ սպասեք հետաքրքիր իրադարձությունների զարգացման։